Այսօրվա բարի լույսը ուզում եմ սկսել իմ այս բակից, ասեք, որ բոլորիս մոտ էլ կա, չէ, այդ զգացողությունը, որ գործ ես անում վերջացնում, հետո հաջորդ օրը ասում ես հլա գնամ տենամ ինչ եղավ, լավ եղավ, ինչն ա պակաս, ինչն ա թերի, ինչ կարելի էր անել, ես նայում եմ, որ բավականին այն ամենադժվար ու ժամանակատար գործը արել եմ, մանավանդ այն պարսպի մոտի հատվածը շատ կեղտոտ էր, ընդեղ արդեն մաքրել եմ, ընդեղ ոչ պիտանի ցանկապատին կպած ծառեր կային, որ դա մեզ պետք չէր, դրա համար էլ այդ կրակը տենց արվել ա, որ հարևան իրարից չնեղվեն, այս իմ հարևանի սիրուն շունիկներն են, երկու, մեկը Ջեսիկան ա, այն մեկը չգիտեմ ով ա, սիրուն են, չէ երեխեք, մի խոսքով, ինձ մնացել ա այս մի կեսը, բայց ես այսօր ոչ ուժ ունեմ, ոչ եռանդ, մտածում եմ այսօր կանեմ, հələ նայեք, մեր տխլենին լավ հավեսով ծաղկել ա, ասաց Ալեքսիս ծաղկվել ա, Ալեքսս ասում ա ծաղկվել ա, մամա, ծաղիկը ծաղկվել ա, ծառը ծաղկվել ա, ինչքան ուզում ասեմ Ալեքս ծաղկել ա, չասում ա մամա ծաղկվել ա, գիտեք չէ որ իրա ծաղիկները սենց երկարավուն տեսքով են, ընկույզին էլ ա տենց, բայց ընկույզը ամենաուշն ա ծաղկում, օթևութաբանները ճիշտ էին, այսօր եղանակը փոխվել ա, շատ ցուրտ ա, քամի ա, լավ ուժեղ քամի պետք ա լինի լոռիում, մի խոսքով, ովքեր հետևում են եղանակի տեսչանը, ինձ թվում ա գիտեն, կարիք չկա ասելու, հիմա գնանք դեպի տուն, մի 2 րոպե զրուցենք իրար հետ ու տեսնենք ես ինչ ենք անում, այսի մերեկվա բերած կոմպոտն ա, որ համով ձևով խմել են վերջացել ա, հիմա տեսախցիկը շրջեմ, բեր հեղուկ, տեսախցիկը շրջեմ, դեմքով էլ ձեզ մի հատ լավ բարլուս ասեմ, հեղուկը բեր, չէ, դեմքով էլ ձեզ մի հատ բարլուս ասեմ ու ասեմ, որ շատ վատ գիշեր եմ ունեցել, շատ վախեցած, շատ սարսափած, շատ սենց մի ձև ոնց որ թևերս կոտրված, որովհետև այս չարաբաստիկ ու զիբիլ վիրուսներից մեզ էլ բաժին հասավ ու ես չգիտեմ թե ինչ քաշեցի, որպես մամա, մյուսը բեր, որպես մամա կոնկրետ ես, որ ուրախ զվարթ ասմեի լվացք չունեմ, ես չունեմ, են չունեմ, ենքան լվացք ա հավաքվել, շատ անգամ ա եղել, որ գրիպ ենք ընկել, սենց էլի, մի ժամ, 2 ժամ, ջերմել ենք ու անցել ա, ժողովուրդ, ես չգիտեմ սա ես ինչ վիրուս կոչված ա, ես չգիտեմ, թե սա ես ինչ ա, բայց զգուշ եղեք ու իմ նման չվախենաք, ես իմ պուճուր մարդուկն, ինձ երեք լավ, պուճուր էլ չի արդեն հայ բոյիս ա հասել, Լավի բլոսարեմ դրանից արուն եք է չէ, մի ասելու եք պուճուրի պես ես իրան վերաբերվում, հավատացեք, որ չէ, 40 տարեկանում ինձ թվում ամեն վարկյան չեմ կարա չէ, սենց անեմ, հետո ես իմ մինչև իրա 40-ը ես այդքանը ձգեմ, թե չէ, մի տեսակ, չէ, մի տեսակ շատ եմ վախեցել, միշտ սովոր ենք եղել, որ գրիպ կոչվածին դիմադրենք, թեյերով, չգիտես թե, թող Ալեքս հանգիստ թող, թե թող, ու սենց, բայց այս վիրուսը ես չգիտեմ, թե ինչ առանձնահատուկ վիրուս ա, որ սենց մեզ մամաներիս, վստահ եմ ես մենակով չեմ,
ու չքնելուց հլը դեմքս ոնց է ուռել, վաբշե ինձ նման չեմ ու սարսափել եմ, ջերմությունը մի կողմ, բայց որ երեխու քթից արուն կար ու այդ արունը չկտրվեր, դա արդեն սարսափ ֆիլմից էր ու ես լավ տեղին վախեցա էլի, պատկերացնում եք այն կարգի վախենամ, ես գիտեմ, որ ուժեղ անհրաժեշտության դեպքում քթի, թունդ աղաջուր ես անում, բամբակը քթիկի անցքի մեջ մտցնում, տամպոնի նման, ուրեմն ես համ գիտակցում եմ, որ դա կարամ անեմ ու անում եմ, համ մտածում եմ երևի թե սխալ եմ ու շնորհակալություն իմ Անահիտին, վարկյանի տակ, էլ ժամին էլ չեմ նայում, ես իրա վրա այնքան վստահ եմ էլի, վրաս զանգում եմ, հետո ասում եմ, չէ, մինչև խոսամ չի լինի, արագ SMS եմ ուղարկում, դիրտեղ Ալեքս ջան, չէ, ասում եմ Անահիտ Ալեքսի քթի արունը չի կտրում, ինչ անեմ, ինձ օգնի, ժողովուրդ նույն բանը ինքն է ինձ ասում ու չգիտեմ ինչ էր, ես ուղղակի սարսափել եմ, շատ վախեցել եմ, վաղուց էր այդ զգացողություն ու մոր սիրտը ոնց հա չէ զգում, գիշերային լռության մեջ ոնց որ մեկն ինձ ասեր մի էլի գնա պարկի, նստի քո համար դիվանին ու հանգիստ զբաղվի, ես իմ համար նստել եմ, հեռախոսս վերցրել, ասի մի հատ նայեմ ինչ կա չկա, ով է ինչ գրել, ով է ում չեմ պատասխանել փագի, գոնե մի սրտիկ դնեմ, մի խոսքով իմ սիրելիներին ասեմ, սա մի հատ սրան միացնենք, ու մեկ էլ այդ ընթացքում Ալեքսը սենց տեղից թռավ, ձեռը սենց քիթիկին, ես չեմ էլ հասկացել, ասում եմ Ալեքս ջան պարկի ասում, ու ինքն էլ արունից վախում է, ամոթ իրեն, ամոթ, հազար ամոթ, շորդ բերի, սպարծիվն ու բերել եմ, թե համել ես ընտակ ծողել, ու իրա այդ պանիկայից ես ավելի եմ վախենում, ավելի եմ խառնվում, ու սարսափ ֆիլմեր մեր տանը երեք, այն որ Աստված չանի Ալեքսիս մազն է ծրվում է, չէ, իմ հոգեկան ներքնաշխարհը խառնվում է մի այլ կարգի, ոնց որ թե չգիտես ինչ լինեմ, էլի, ու մի խոսքով, մինչև կտրեցինք այդ արունը, կյանքիցս երևի մի 10-15 տարի հաստատ պակասեց, որովհետև իրոք սարսափ ֆիլմեր դա, ես չգիտեմ թե դա այդ ինչ էր, հելը, քանդել, ավիրել, ինչ կա չկա, այն որ ասում արունի մեջ կորել էր, ու Ալեքսիս այդ վարքից ես էլ էի շատ վախեցել, ու չգիտեմ, ես ինչ մաղձավանջային գիշեր եղավ դա մեր համար, աննկարագրելի էր, ու ինչի բարձրաձայնեցի, որովհետև շատ մամաներ իմ նման, վախենում են, ու իմոտնեմ ես կեզ, արա, օ կյանքս, շատ մամաներ իմ նման, իրանք էլ կան հանգստանան, կվախենան, հլա դուք են ասեք մենուայները, արուն եք է վախեցած թլացում է մենուան, հլա դուք են ասեք, ու ինչքան էլ ուզում ես այդ պահին դու քեզ չկորցնես, միևնույնն է չի լինում, ինչքան ուզում եմ ես ինձ ուղիղ ու զգաստ պահեմ, էլի չի լինում, որովհետև համ սիրտս էր դողում, համ ամբողջ մարմինս, ինչքան ուզում ամուսինս էր տանը, մամային ասեցի գար, որովհետև ամեն րոպե որ վախենում ես էլի,
դժվար էր շատ, վաղուց էր սենց տագնապի մեջ ես չէի ընգել ու դրա համար են էլի ասում աստուծո առաջ մի ընգի ու պլաններ մի գծի, երեգաս ես որ վեր կենամ են կողմնել շուշուտ հավաքեմ, են կարգի ստրեսային վիճակով եմ մնացել, որ ոչ բան անելու հավես էլ չկա, որովհետև վաղուց էր տենց վախի զգացողություն իրոք չէի ունեցել, որ ամեն րոպե խոսքի երեխեք առաջ տան օգնական, դու մամա ես ոչ բանով չես կարող ես իրան օգնածել ես էլի, աննկարագրելի զգացողություն ա, որ ես չեմ կարա բառերով բացատրեմ են ինչը որ զգում էի, բայց շատ մամաներ անցել են ու անցնում են դրա միջով, որովհետև դպրոց, պարտեզ, չգիտեմ, ամեն տեղ էլ այդ վիճակն ա, ես բարձրաձայնեցի նրա համար, որ չվախենաք, զգոնեղեք, աղուջուրը լավ օգնում ա ու չգիտեմ, իմ նման վախկոտ չունեք։ Այդքանից հետո ուժեղ չմաքրես Ալեքս։ Այդքանից հետո մի հատ էլ նույնը կրկնվել ա գիշերվա 5-ին։ Մաս ես երկար, հա? Հա, ոչինչ։ Բայց արդեն ոնց ասեմ, ինձ ավելի հաշիվ տված ու ավելի հանգիստ էլի մոտեցա այդ ամեն երբ որ Արոնը կտրվեց այս կոմ աննկարագրելի ձևով Արոնն եկավ Ալեքսից ու ես լավ էի խառնվել, ես Ալեքսին բացատրեցի, որ Ալեքս ջան, վախենալը պետք չի, մարդենք, այ կարող ա մի անգամ էլ սենց լինի, դու մի խառնվի, այդքան շատ ու ինձ էլ մի խառնի ու այսենց խառը իրավիճակ ա էլի մեր տանը 11 անցա միշտ որ աշխատել եմ 9-9 կեզնիկ եկել ա նախաճաշ տնեմ խոսքի նստենք հավեսով շփվենք չէ ոնց որ ամենքս տանից իրարից փախած լինենք մի կան ընդեղ իրա համար գործակցել բայց գիտեմ որ մինչև չվերջացնի չի գալու իսկ են ինչի մեջով անցավ այս քյորփեն ասած իմ մեր մեծերը, մեր տատու պապերը չէ աննկարագրելի էր շատ վախեցել էինք չգիտեմ դրանից հետո որ ծնողը էլ կպարկի հանգիստ ցենց իրա համար կքնի չկա տենց բան ես սկսեցի տեսանյութերի տակի գրառումներին ուշադրություն դարձնել այս ընթացքում բարձ թողի էի արել ժողովուրդներով, բայց ես հասկանում եմ, որ դուք ամեն ինչին ըմբռնումով եք մոտենում, շնորհակալ եմ դրա համար, առանձնահատուկ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ, գնամ ընդեղ ջրի ձենը պատկերացրեք, որ վրես ազդեց մի այլ կարգի ու ժողովուրդ շատ շնորհակալ եմ, որ համբերատար ձևով համբերում եք, հերիք չի, դրանից հետո էլի չեք մոռանում մեզ, նայում եք, հետևում եք, շատ հաճելի գրառումներ եք անում, ինչի համար իմ առանձնահատուկ շնորհակալությունը կրկին ձեզ ու ուզում եմ խոսեմ գրառումներից մի փոքր, հա, որովհետև եթե կա թեմա, կա նաև քննադատություն, ես տեսակովս են տեսակի մարդ եմ, որ ոչ մի անգամ
քննադատություններից ու քննարկումներից չեմ փախել, որովհետև ես շիտակը սիրող մարդ եմ, ավելի լավադառ է ճշմարտություն, քան թե օրինակի համար քաղցր սուտ, ինչը որ ես շատ ատում եմ այդ քաղցր սուտ կոչվածը։ Հիմա ստեղ սեղանին ունեմ, հեսա դեռ չեմ էլ հավաքել, ջերմած խնավանձեռոցի կես սպունգը, նոր սպունգ էի բերել ու թունդ աղաջուր, բամբակ, մի խոսքով հեսա կհավաքեմ, կանցնեմ իմ բնականոն գործերին, բայց եկեք մի փոքր քննարկում ունենանք, հա, ու խոսենք գրառումներից, թեժ քննարկում էր գնացել մեր հարաբերությունների մասին, ու ես այնքան լավ եմ զգում ինձ, որ դուք այդքան առողջ ձևով դատել եք, առանձնահատուկ շնորհակալություն հենց դրա համար ձեզանից, որովհետև երբ որ պահ կար, որ կհիշեք 2-3 տարի այլ ձևով էիք մոտենում ինձ, քննարկում, ներկայանում նենց, ճիշտ է հմիել մեկ լնը, գրում էիք, ասում էիք մեծամասնությունը նենց, որ ամուսինը թողել ա մեզ, փախել մեզանից, այս կողմ, իսկ այս անգամ, այս վերջի արդեն 2 տարին կլնի, տարի ավելի ճիշտ ու ավել, տարի ու կես, կլնի, որ ձեր աշխարհայացքը փոխվել ա, ինչի համար առաջնահերթ շնորհակալ եմ Աստծուն, ձեզ ու ինձ, որ ես համբերատար ձևով սպասել եմ, ոչ մեկիդ հանդեպ չեմ չարացել, ոչ մեկիդ վատ բաներ չեմ ցանկացել, որովհետև եթե ես ուզում եմ լավն անեմ, լավն էլ անում եմ, իմ դիմացինին վատը կամենալով, միանգամից վատը նրան չի կպնի, ընդամենը իմ բերանս կկեղտոտվի, ինչը որ ես չեմ ուզում ու չեմ սիրում, չեմ էլ պատրաստվում, թեժ քննարկել էիք մեր մարդուկին հարաբերությունը, հա, նկատել ու քննարկել էիք, որ այո, ես միշտ ասել եմ, շնորհակալ եմ, դուք էլ էիք շատ ասել, քանի գրառում եմ տենց կարդացել, տարբեր հոլովակների տակ, թեժ քննարկել էիք ու ասել, որ այո, ցավոք սրտի, ընտանիքներ կան, որ ոնց գրել եք, նենց ասեմ, հա, փախնում են ու հետ չեն գալիս, ցավոք սրտի եմ ասում, ես չեմ ուզենա, ոչ մի երեխու վիզը ծուռ մնա, ոչ մի կնոջ կեսը կիսատ մնա, ոչ մի կնոջ եսը տապալվի, որովհետև դա մի քիչ ցավոտ թեմա է, երբ որ կհիշեք, որ սկսեցինք արդեն պահի տակ սկսեցի Նիկային նկարահանել, ներգրավել իմ տեսանյութերը, շատ սենց քննարկեցիք, համ տարիքային տարբերությունը, համ էսը, համ էնը, համ որ ընդեղ ընտանիք, ես կողմ, ես այսենց մատերիս արանքով էլ չեմ նայում, ես ամեն իրավիճակում տեսնում եմ պահի լրջությունը ու ոնց ասեմ, քաջ գիտակցում եմ, ինչի համար է մեր ընտանիքը պառակտված ու ես գիտեմ, որ միանալու ենք մենք, ապրելու ենք միասին, ասած Նիկային, ասում է, քանի դեռ աշխատանքը կա, թող աշխատեմ, ընդեղ շատերդ էիք գրել ամուսինդ ինչ աշխատում, կարող է այսինչ տեղն է աշխատում, որ չի ասում, ու գրել եք երբ ա գալու, իմ փոխարեն պատասխանողներ շատ են եղել, շնորհակալ եմ, երեխեք ջան, ոնց ասեմ երբ ա գալու, ես այսօր իմ պլանավորած գործը
լրիվ ուրիշ ձևով ստացվեց ու էլ ինչ թե մնաց, ես ասեմ, գիտես, ես մի անգամն էլ գնում ա ու գալիս ա, կարևորը գիտեմ հոգով, սրտով ինքը մեր հետ ա, սիրում ու հարգում ա ինձ, սիրում ու գնահատում ա Ալեքսին, մնացածն էլ ոնց կլինի առաջ Աստված, հետո ընդեղ տիկին Հասմիկի գրառումն եմ լավ հիշում, որ գրել էիք ինքը համեստ մարդ ա, տիկին Հասմիկի նման էլի էին շատ էին գրել, հարգում եմ քո ամուսնու համեստությունը, վերաբերմունքը, մոտեցումը, հարգում եմ նաև այն քայլը, որը սկսեց տեսանյութերը մերևալ, այո, ես գիտեի, որ տեսանյութերը մերևա, սկզբից մի հատ sense լավ քամի առնելու, բայց հետո ամեն ինչ խաղաղվելու ա, որովհետև ես հո գիտեմ ես ով եմ, ես հո գիտեմ իմ ստեղծած, իմ աշխարհում, իմ հոգեկան ներքնաշխարհում ստեղծած իդեալական ընտանիքը ինչ ձևով չէ, կարամ ես ներկայացնեմ ձեզ, ելնելով նրանից, որ իմ ամուսինը մեզանից փախած չի, փառքաստու տարին գնում գալիս ա, թեկուզ մի անգամ, ոչինչ, համեմատենք, ծառերն էլ են ծաղկում տարին մի անգամ, փառքաստու, էլի շնորհակալ եմ, բա որ նորից եմ ասում ու ցավով եմ ասում, բա որ ընտանիքներ կան հասուն մարդուկին են ու թողում ա գնում ու ընտանիքը պառակտվում, բա, էլ չշարունակենք, շատ տենց դեպքեր գիտեմ, շատ, անգամ իմ հարազատների ու ծանոթների մեջ գիտեմ, հետո ասում են, չէ, մի դատիր, որ չդատվես, դրա համար ես չեմ ուզում իմ այս սիրունքիթը խցկեմ ուրիշի տարածք, հենց խցկեցի, էլ սենց սիրուն չի լինելու, սենց կորանալու ա, երկարելու ա, ճյուղեր ա տալու, որ ինձ դա հեչ պետք չի, դրա համար չեմ ուզում, չեմ էլ պատրաստվում, իսկ էլ ինչ հավեսով գրառում էի կարել, երևի նոր հետևորդներ ունեմ, հարցնում եք մամայի շենքը ինչի ենք հանդել, որ նորը սիրուն էլիտար թաղամաս են վերակառուցելու Աշոտաբերդի տարածքում հարգելիներս, մաման էլ ժամանակավոր մեր տանն ա ապրում, կուզի մեր տանը կմնա, կուզի ախպորոս տուն կգնա, անգամ կուզի վարձով կգնա, ոնց ինքը կուզի, որովհետև այսօր ապրում ենք այն դարում, որ մարդը ինքը իրա ցանկությունը ոնց կլինի, բայց իմ տան դռները միշտ էլ բաց ա իմ բարեկամների համար, առավել ևս իմ ծնողների համար, ու ստեղ էլի հիշեցի մի հատ գրառում, այն որ այդ տեսանյութի տակ էին կարծեմ գրել, եթե ես չեմ շփոթում, գրել էին, որ աղջկա համար մեծ պատիվ ա, երբ որ ամուսինը գնահատում ա ծնողներին, բայց ցավոք դա ամենի համար չի, ժողովուրդ, համբերության շնորհիվ ամեն ինչի էլ մարդ կարա հասնի, կարա բազմաթիվ կտանքներից հետո այնքան սիրվի ու հարգվի, այնքան գնահատվի, այնքան իրան փայփայեն սիրեն, աստվածացնեն, կարա և ցավոք սրտի նույն ձևով լճացած էլ գնա, բայց ես միշտ մտածել եմ, եթե, ոնց ասեմ, եթե ես ուզում եմ, որ իմ բարեկամներին, առավել ևս իմ ծնողներին, իմ ամուսինը շատ սիրի ու հարգի, սիրելը չէ, դե հարգելը, պարզա չէ, որ կյանքում ամեն ինչը փոխադարձ ա, ես միշտ փորձել եմ փոխադարձաբար ամեն ինչը այդ նույն ձևով, ճիշտ ձևով անեմ, ու հայ խասյաթա չէ, տան հորքուրներ, մորքուրներ, շատ տներում տանը մի ղեկավար չկա, մի քանիսը կա, բայց փառք Աստծու մեր ընտանիքում տենց եսի մինչև չի եղել, մեր ընտանիքի խռովությունը ես չեմ թաքցրել, միշտ երեխու խաթր ա եղել, ուրիշ ոչ փնթիության, ոչ լեզվախոսության, ոչ չհարգելու այդ խնդիրները ես չեմ ունեցել, ու փառք Աստծու, իմ ամուսինն էլ այդքանը տեսել ա, ասում ա ինչ որ ցանում ես, են էլ հնձում ես ու ուտեղել,
բարեբախտաբար ես արել եմ, ստանում եմ էլի իմ արած շատ գործերի պատասխան ու փառք եմ տալիս Աստծուն, որովհետև առանց Աստծու հովանու ներքո չի լինի ոչ մի բան, այս մասը խնդրում եմ առողջ դատեք, չմտածեք, որ ես ինչ-որ թե աղանդավոր եմ, ստեղ եմ գնում, չէ, ես իմ սրտում, իմ հոգում, սովորական հայ կնոջ, հայ մոր նման, հայ քրոջ նման, իմ Աստծու հետ զրուցում եմ, իմ աղոթքն ու աղաչանքը խնդրում ու իմ շնորհակալությունն էլ միշտ հայտնում, իմ օգնությունը միշտ աղերսում ու ոչ մի անգամ փառք Տիրոջը անպատասխան չեմ մնացել։ Այդքան մի բան ստացվեց այսօր երկրորդ օրը մեր դասարանի կեսից ավելին չեն գնում, որովհետև երեխեքը մի օր լավ են, երկու օր վատ, մի օր լավ, սա ես չգիտեմ այսինչ վիրուս է ու հույս ունենամ Աստված ջան, պրծնենք էլի սրանից, այնքան է ուրախանում, որ Ալեքսս դիմադրում է էլի, չի լինում, հետո գիտեք իր հասունացման շրջանն էլ է, օրինակ մի տարի առաջ, որ ես իրան ասեի, Ալեքս կերես շիշկի մեղրը, ինքը սուսպուս ուտում էր կամ հոնիմուրաբան սոդայի ծայրով, էսա հմիել եմ սարքելու ու պատերազմ անգնելու մեր տուն, ինքը սկսել է ամբոստանալ, ըտեղել, սենց չես էլի կոպտանում բան, պետք է էլի հոգեբանորեն երեխու նուրբ թելերը գտնես, համոզես, բացատրես ու սենց բաներ, ես անգամ երեկվա այդ արուն հեղության մեջ, այդ որ սենց շատրվանի նման իրա քիթիկից թափում էր, ես լավ էի վախեցել, վերջում էլի ոնց որ Աստված ինձ խուշեր էլի, ասում եմ Ալեքս դու գիտես չէ, շատ հեռախոս անելուց, այս սենց եղար, թե ինքը մի քիչ էլ միամիտ է, գիտեք, պարզամիտ է, միամիտ չի, լավ է, տեղը տեղին շուստրի է, ու հեռախոսը ձեռիդ չի, չէ, հիշի, որ քիթիկից տարուն է գալու, եղավ, լավ, արի տենամ ձեռիդ, Ինչը, համեցեք, չէ, ինչու, խոհանոցում է, դիար մի հատ պաչեմ էլի, որի սիրունս, դե գնա մի քիչ տրինաժոր քշի, չէ արևես, նստի գոքիս, վայ իմ կյանքիս Իսկ որ լավ գործան փողը նորակյուղ չենք, չէ։ Եթե ինձ լավ լսես ու լավ կարդաս, մի քիչ էլ գրավոր անես, բոքանես։ Որ գրավոր անեմ, վաղը նորակյուղ չենք, չէ։ Վեշով չեն գնա, չէ։ Չի արեք։ Պատու ուր տես գնա։ Հետո կասեմ։ Արի իրար հետ գնանք Եգիպտոս։ Եգիպտոս, ոյ իսկիս մերը։ Սիրուն աղջիկ Եգոր հոս, քեզ կտանեմ Եգիպտոս։ Դե գնա մի քիչ տրինաժոր քշի, պապային էլ ասա, պապա ջան, արի հաց ուտենք։ Կապիշոնդ քաշի գլխիդ ու նոր գնա, հա սիրունս։ Բոքանես։ Չէ, դրսում է, հենց գիտեիր պարկած, հա։ Դրսում գործ անում պապան։ Այդքան բան, ինձ թվում է հիշում եմ բոլոր գրառումները, ասեցի, շատ շնորհակալություն, որ այո, իմ չարչարանքի, իմ դառն օրերի, իմ սպասումների, իմ համբերության, իմ ջահելության կորստի շնորհիվ այսօր շատ բաների եմ հասել ու կա չէ սենց հարց եմ, որ ասում ես, եթե ես լինեի, տարիները կոփում են մարդուն ժողովուրդ, տարիները ուսուցանում են մարդուն ու այս տարիքում, եթե ես լինեի և հիշում եք, որ Ֆորտ Բոյարում խաղում են ու ընդեղ ոնց էր ասում, պտտի վագրի գլուխը այդ աղջկանունը չեմ հիշում, Մոնիկա պտտի վագրի գլուխը, հա, և եթե ինձ ասեին, Անահիտ, պտտիր վագրի գլուխը, հետ տուր տարիները, որ չկա տենց բան, իհարկե, ինձ ականջում եկա, իհարկե ես կանեի լրիվ ուրիշ ձևով, լրիվ երևի վարպետներն եկել են, կոֆե փելու գործ կա։
Արի էլի տար պապային տուալետ։ Ստեղ դուր պապային անպայման ստեղ այո ճիշտ է նկատել Փագի դուրը շուտ եղանակը փոխվել է ցրտել է Սենց բաներ ուզում եմ գնամ կոֆե խմեմ դրսում այն որ տեսախցիկն անգատեցի Հա? Ասմատի մամային դեդուր ապրես տանդույսը յանջատել ենք Պաստետը գործանը ու սովորել ենք, չէ, որ գազնը մի հատ ճոտ տեսնենք վարվի այն էլ ես անգամ տենց չեր իմ դրած լուցկին էլ որտեղ եմ չի իլնեմ, այսենց ներվայնանում եմ ամուսնյակս տարել էր Հիմա մի հատ սուրճ դնենք Գնանք բիսեդկա կոֆե խմենք Այսօր վերջի դեն եմ խմել Այդտեղ էլ անալիզ տալ պետք Ոնց անում ես, ինչ անում ես, ամեն քայլդ գումարի հետ կապված քայլեր է Ընքան հետաքրքիր է Չկա էլի օր, որ զարթնես ու օրինակի համար օրդ պլանավորես Տենց բան գոյություն չունի Երեխեք լայր տեղահաբի մեծությանը Ինքան էլ տհաճ է Այսօրվանից էլի դետրալեքս եմ խմելու Որովհետև ոտքերից ցավը իմը չի Մի այլ կարգի Գիտեմ ասելու եք բաբուժումը չօգնեց, բա էս, բա այն Իհարկե օգնեց Այնպես չի, որ դժգոհ եմ, բայց ոտի ցավը ամեն ցավն էլ իր բարդությունը ունի Եկեք անկեղծ ասենք ու ցավոք սրտի հիվանդությունը որ ջանդ կընկնի ասած մեր մեծերին դուս անելը շատ դժվար է Ալեքս վազի փագի դու բացեցի դուռը հա ու բան եղավ սկվազի տարավ հետո տեսեք ես ինչ խոշոր սիրուն տնական ջվեր եմ առել Այս հեսա պետական էլ եմ աղվելու խանութ եմ ուզում գնամ ու մի երկու գնում ունեմ զուել ապետք մի խոսքով ինչն ադոր գնումները այսօր ուզում եմ Պիցա պատրաստեմ Այդպես Հնդկա հավում եմ Դր սարքելու Քանի ամուսինս տեղը Սարքենք եթեր Կարչիցան տեսա միտքս ընկավ, որ մենք կիսատանելու գործ ունենք, ախր
Ալեքս չէ, հիմի էլ հիվանդացար, այ բալաճար, էլ ոնց։ Ինչև լավ չլավան ասը, էլ անտար գնալը մորած տղաճը։ Մի հատ կոֆե խմենք, լվացքս կիսատ, միացրի, անջատին, մի խոսքով։ Մամա, Հաճա։ իսկ որ գնակարակ նկայքի։ Չէ, Ալեքս, ես չեմ թողա, դու տանից դուրս գա։ Հայաթում սամակատ կարաս քշես։ Չեմ կարող, Կոշիկներ լավ կոշիկ հագի ու քշի ասիջան։ Յա պետք գլխարկ տիրու գնա քշի։ Սենց բաներ։ Ալյո։ Բարև։ Հա, էսա կոֆե մոֆե անենք կտամ։ Լավ։ Ուր ես գնում։ Խելոք մնակ ասեմ։ Սպասենք սուրճ էփի ու գնանք դեպի դուս։ Սպահի հանդեպ, ինչքան ուզում եմ անջատեմ, այս պահի հանդեպ հետ չեմ կարող անտարբեր մնամ։ Լավ, շատ չխոսամ, գնանք դբաբիս հետ կա։ Ասում եմ ինձ լսի, երեխեք ընքան ուրախացա, շիշկի մեղր կերավ Ալեքսը, իրա տեղը խմեց, դրանից առաջ լվացք եմ փռել ու օպա, գնումների գնացել, ինչ եմ մի րոպե, հա բալա, մի րոպե, ինչ եմ գնել, արի մի գնա, սիրոմս, սուրճ եմ գնել, Андрюх творог, նույն ինքը տակնաշավ, мои любимые финики, կաման, ու պետական զուտ խմորեղենի համար, մեկ էլ մածուն, են մի բան կեն կարաս տանես ինգային տաս, չեմ կարող, դուր չես կորով, չէ, գնաս ալուրի ամանը բերես պիցա տխենք, բայց չեմ կարող անախորդում, ասմեմ ալուրի ամանը բեր, ես է ձուր կճար, հիմա գիտեք ինչ եմ ուզում, ուզում եմ, որ պիցա թխած ելնենք, քանի որ երշիկ, մերշիկ, տենց տաներ կան, համետ տանն էլ մենակ չենք, մի խոսքով, ոնց չլնի, հյուրասիրելը կա ու կա էլի ժողովուրդ, ես էլ ես սունկ էլ ունեմ, բայց սունկով չենք սիրում, մացարելլա պանիրա, ինձ ես ֆինիկի համներ շատ հետաքրքիր, չէ արևս, դա փոշորը չէր այ, մամա, այդ ինչ երշիկ է, հիմա ես ինչ անեմ, այս ասպաս, ուզում ես դու պատրաստես, թե կոկնոց հագնեմ, թե չէ, պատրես կդարա, թե կոկնոց հագնեմ, ոնց գիտես, վայ, մի տեսակ, ոնց են ասում, խառն եմ, խառը, չեմ կենտրոնանում, դա մի հատ համը տես, չէ, չեմ շում սենց բան, համովը, հիմա ես ինչ անեմ, են մի հատ
հատը դրենք մի հատ ապսե բեր։ Ինչ ապսես տեղ։ Էս։ Հրասա։ Էս թե։ Հա, էցը։ Հա։ Այս տարակը բացիկիր։ Опа, слушалась, да? Պիցայի պատրաստություն տեսնենք։ Այդտեղ միտեղ դիր էլի արի։ Չեփը թեթը չի, սպաս։ Շարվեց։ Համարյա ծանք չի լինում, եթե կարող չեն լինում։ Այդ ոնց է տղա։ Թակի։ Հենակ ասես չի լինում, հա չի լինում։ Եղանակը շատ հավեսով տաք, հա։ Ամուսնուս համար էլ միացել ստիվա եմ առել, նույն ինքը գարեջուր։ Ոյես ինչ։ Ալեքս, ես ուզում եմ համտխեմ, համ նկարեմ, անա որի հետ ես։ Ես եմ կոր թխել, Դու էլ ես իմ հետ թխելու, այս տոմատն եմ ուզում փորձարկեմ, գույնը նենց սիրունա, սպասիկ նա տարած կմակն։ Ամաններ բացել եմ, ուն ինչ է վերջ, չեմ հավաքել, ընթացքում հատակ փայլացրել եմ, ով էր գրել չեմ հիշում էլի, այսօր շատ գրառումներից խոսացինք, բայց թե առանց դրանց էլ չի լինում, չեմ հիշի, թե ով էր գրել, որ կենցաղին ավելի քիչ ուշադրություն դարձրեք, այս կողմ են կողմ ժողովուրդ ես չեմ կարա, ճիշտ է, տան մյուս գործերը հաստատ դրանից չի տուժը, բայց որ այս կցի աղբալեքս, բայց որ կենցաղին ուշադրություն չդարձնեմ, սկականից չեմ կարա, գիտեմ ասելու եք Անահիտն ինչ ես անում, ավելի լավ, մի ապել աման բերեր, ես ցույց տամ քանից եմ անում, որ չմտածեք, թե չլինի, թե չեմ ուզում ասեմ ինչ եմ անում։ Սրանք լրիվ հանեմ, իրագիներ կան, չէ, թող թխված տեղից ուտես, չեմ ուզում տենց ուտես։ Ես թեզ ասել եմ, ալես, դրա տեղը ուրիշ ավելի լավ բաներ կուտես, էտ է լավ պտիր, ես կես բանեցի, սասի, ստեղ ես, ստեղ տոմատն էլ բացենք, Այ բարատեց քեզ։ կեզ է, ճիշտ է մաքուր է, բայց կրկի մաքրել է չի խանգարի, մի հատ անջարոցիկ բերես, ստեղ էլ տեսեք ես մի տախտակս էլ կա, բայց ինքը հլա որ լավ վիճակում է չգիտեմ, ասել կցի աղբը սրտիկս,
Չովկել հանի։ Ինչ չովկա։ Որտան իրքեր ենք։ Ուրա։ Օրնա երկու սիրուն աչերով։ Մեն սիրուն աչերով կգտնես։ Ժիլետը տեն հանի, եթե ուզում ես Ես ոնց ուզենա ես էլ ստանում են այ մեր տան համար։ Հա, Մամ կանանք 500 արփում է պապա։ Մամ կանանք անասեն։ չէ, հետո։ Կանք մեր տան մոտ ռեստորան ունենանք, ես ուզում եմ մեր տան մոտ ռեստորան ունենանք, ես ռեստորան եմ ուզում։ Ունենալու համար աշխատել է պետք ու լավ սովորել առաջի հերթին։ Բա, Ալեքսան, այդ լավա որ ուզում ես, բայց լավ սովորել է պետք, գիտեիք, միշտ ասում եմ, չէ։ Այ հենց դրա համար էլ ասում։ Ինչ ես անում։ Թավել են համեր։ Ու մի անգամից սկսենք թխելը, բալես։ Դե իմ սիրելիներ ջան, գնանք դեպի Անահիտի խոհանոց, անջատի։ Մենք ինչ վիճակում ա մեր պիցան, հարգելիներս, հելը տեսեք ինչքան ընտիր, անուշ, լավ պիցա ստացվեց, սա մեկ, հիմա թխում ենք հաջորդը, սա էլ հաջորդը, տեսեք, ընտիր, ահա, խնդրեմ, տեսեք, Կից, կքից, ինքը լավ թխված, անուշ պիցա, որ կճաշակենք մենք, ու այսպես շարունակական կարգով կթխեմ մնացածները, դե ինձ սիրելիներ ջան, Ալեքսս ավարտեց իր ձեռքի գործը, ձեզ ասում ենք ստեղծություն, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսերով, պակա-պակա, ստեղ են է ասում, պահ, Դուք եք այդ պիցայի սերվարի ախորակ մեկ։ վայ չուտող են, ստեղ պարպետները սուրճ են խմել, Ալեքսս պիցա էր ուզել, պիցա ենք թխել, ու հիմա ճաշակելու ենք, այսա թխվի, մի մասն էլ հանենք դուրս, խնդրեմ, փափուկ, թխված, տակից, գլխից նստի, համեցեք, Դուք եք այդ պիցա սերվարի ախորակ մեզեր։ Համով է։ Մամ, համով է։ անուշ ասիր ջան, համեցեք այս ինձ համով պիցա ուտելու, հյուրասիրում եմ ի սրտե, Էր մոտ ժամը 5-ն է, հələ տեսեք ոնց օրը փոխվեց, փաստորեն օթերև ու թաբանները ճիշտ էին, ստեղա ես համովությունն ունենք, համեցեք, մեծ սրտով հրավիրում եմ, ու գնանք դուրս, ամուսինս դրսերը մատեր, ճիշտ արեցի, որ այդ խոտբար էր մարել, երեք վերջացրեցի, հա, թութակներից սեք շատ ասեմ, այս իմ պուպուշները, կեշա, կուտ-կուտիկ, Յաշա, չաղացել են, թրջուններս մեծացել են, երկարել են, թմբլացել են, կեշան շատ շուստրի է, այս երկուսը իրար շատ են սիրում,
Հետաքրքիր է, չէ՞, բնության օրենքները, դրսում այսենց, սիրում եմ, գիտեք, այս անձրևի փոշինի հոտը, արի, գնանք, հա, ապրես, Ալեքսիս թողել ենք ներքև, ու եկել ստեղ, այ այդ դռնից խիչի ուզում, որ թուլանա, չորանա այդ դուռը, սենց բաներ, այ մայրիկ ջան, մայրս էլի բալոնչիկը բերել է, Да я կերավլանիկա։ Բախ ոնց եմ սիրում, ես ես անձրևի հոտը, Լավն է, հա։ բայց ես պահին հետ սիրելա բան չի, մեր գործին խանգարեց, այսենց կանգնում անայում, իրացառնարկած գործը ինձ էլ ուրախացն եմ, ստեղ լվացք ունեմ, հավաք եմ, օպա, ու գնանք, հաջորդ գործերին անցնենք, կիսատ թողեցի, թե մի վարպետները բան էին ասում, հալա, կիպացրել էի, որ սա փռեմ, քանի որ այս ներքև էի փռել, ու արդեն իսկ խանգարում էր անձրևը, որ չորանա, բայց ուղիղ է լավ, չէ, են գծով թեք էր երևը, բայց սենց նայում ենք ուղիղ է, Ես կողմը բարձր է, շատ լավն է, ինչ կլիով չի, այսքան շիֆորները խեղճը հավաքել ու տեստեն արել, ասում եմ բերոքն եմ, ասմա չէ, դե ինչ ասեմ, չգիտեմ, այսենց եղանակը, վայ լավն էր, բայց դրսում այ հոթը լավն է, ու ճորջարանքից հետո, այսենց համով տեսարան, Ձուկ էի մեկել ուզում եփեմ ու պիվա եմ առել դրեսառնարան, ես չեմ սիրում գարեջուր, կյանքիս մեջ համը տեսած էլ չկամ, բայց իմ ամուսնյակը շատ է սիրում, ես էլ խանութ էի գնացել առա, այս պուճուրիկը առանձին մամայիս համար եմ տխել, հատուկ, սենց լվացքս ծալեմ ու անցնեմ գործի,